Վերջին օրերի նորությունները եւ սկանդալները այնքան շատ են, որ չգիտես ինչի մասին խոսես, ինչի վրա կենտրոնանաս։ Շատ սրընթաց է զարգանում աշխարհը, մենք տեսանք Վենեսուելայի վրա հարձակումը, առևանգումը, տեսնում ենք, թե ինչպես Տրամպը հայտարարեց, որ նա ուղղակի ձեռք է բերելու Գրենլանդիան, այս անգամ ոչ թե ուժով է վերցնելու, այլ փողով է վերցնելու, գնելու է կամ առնելու է։ Մի ամբողջ երկրի մի մաս, իր սեփական դաշնակցի մի մաս, պատրաստվում է պատերազմ Իրանում եւ այսօր մի նոր սկանդալ, աննախադեպ սկանդալ, այդ Էփստեյնի փաստաթղթերը հրատարակվեցին։ Իդեպ հետաքրքիր է մեր գրանտակերների բանակը, որոնք շվացնելով կամ այդ տեքստերով հրամանց տալով հարձակվում են շակալների պես մարդկանց վրա, հետաքրքիր է նրանք հրամանք ստանան գրել այս խայտառակության մասին, որի մասին հայտնում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը։ Ուրեմն պարզվեց, որ Ջեֆրի Էփստեյնը, որը համարյա միլիարդատեր էր, 600 միլիոն դոլար ունեցող մի մարդ, ֆինանսիստ, որը կազմակերպել էր մի ամբողջ ցանց, եւ այդ ցանցի մաս կազմում էին հայտնի քաղաքական գործիչներ, երկրների ղեկավարներ, որոնք զբաղվում էին պոռնոգրաֆիայով, պեդոֆիլիայով, երեխաների անչափահաս աղջիկների բռնաբարությամբ, սեքս տրաֆիկինգով, որ այդ աղջիկներին տանում էին մի առանձին կղզի, Little Saint James կոչվում էր այդ կղզին, Կարիբյան ծովում, եւ կատարվում էին աննկարագրելի սարսափելի բաներ, պղծություններ։ Դրա մասին սկսեցին գրել համաշխարհային պրեսը, իհարկե մերոնք չեն գրի, որովհետև հրաման չեն ստանա։ Ինչ էր կատարվում, ամբողջ աշխարհով այդ կազմակերպված ցանցը առևանգում էր աղջիկներին, անչափահաս աղջիկներին 14-ից 17 տարեկան։ Եվ այդ աղջիկներին մատակարարում էին արևմուտքի էլիտային, արևմուտքի միլիարդատեր էլիտային, սեռական պղծության նպատակով, տարբեր ձևի օրգիաների, սարսափելի պղծությունների նպատակով։